հացադուլ օր 6-րդ պատժախուցը իր կենթանական աշխարհով քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի նամակն է այսօրվա։ Ջերմ ողջուններ Արմավիր քրեակատարողական հիմնարկից, ինչպես արդեն շատերը տեղյակ եք, դատախազ Հայկ Ավետիսյանի և ըստ մամուլի հրապարակումների քրեական գործի սպառնալիքի տակ հայտնված դատավոր Մանվել Շահվերդյանի ուղիղ պատասխանատվությամբ ես ու ընկերս Վազգեն Սաղաթելյանը ակնհայտ ապօրինի կալանքի տակ ենք գտնվում և ես ամսի 9-ից գտնվում եմ անժամկետ հացադուլի մեջ։ Այսօր լրանում է հացադուլից 6-րդ օրը և քանի որ իմ պաշտպան Ռուբեն Մելիքյանը ևս անդրադարձել էր իմ ներկայիս 4 քառակուսի մետրանոց խցի կենթանական աշխարհին, որոշեցի մի քիչ պատմել 6-րդ պատժախցի մասին։ Ամենաառաջինը ուզում եմ ձեզ ասել, որ ինձ համար այս անմարդկային պայմանները ընդհանրապես ճնշող կամ նեղություն պատճառող գործոն չեն հանդիսանում։ Ավելին, ռեժիմի ամեն հաջորդ նմանատիպ քայլ ինձ մոտ ավելի մեծ մոտիվացիա է ստեղծում ընտրածս ուղով գլուխս բարձր ընթանալու։ Շարունակենք նամակի ընթերցանությունը, այնպես որ այս գրառումս դիտարկեք ավելի շատ սրանց արածները հեգնելու և ձեզ ու ողջ աշխարհին այս երկրում տեղի ունեցողի մասին սեփական աչքերով տեսածը պատմելու և ոչ երբեք բողոքելու կամ տրտնջալու համատեքստում։ Ասեմ ձեզ, սրանց կողմից հալածվելու համատեքստում ես պատրաստ եմ անգամ 1 քառակուսի մետրանոց խցում իրականացնել հացադուլս և դա ինձ ոչ թե կճնշի, այլ լրիվ հակառակը կմոտիվացնի։ Եվ ուրեմն հացադուլ հայտարարելուց հետո ինձ տեղափոխեցին պատժախցային կորպուսի համար 6 պատժախուց մենախուցը ի հակադրություն օրենքի պահանջի, որով սևը սպիտակի վրա արձանագրում է։ Հացադուլի համար հատուկ առանձնացված խցի պայմանները չպետք է ավելի վատը լինեն, քան նույն կանոնակարգով սահմանված նվազագույն չափանիշները և մինչև հացադուլ հայտարարելը կալանավորված անձի կամ դատապարտելի եղած պայմանները։ Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի 26-րդ հոդվածի 338-րդ կետ։ Ինձ հացադուլից հետո պատժախոս տեղափոխելու մասին փաստի հրապարակայնությունից հետո ՔԿՑ-ն Ֆակտոր AM-ին մեկնաբանություններ տվել և ասել, որ պատժախցային կորպուսի իմ խուցը ոչնչով չի տարբերվում իմ հիմնական խցից։ Հիմա եկեք միասին տեսնենք, թե ինչքան ճշմարիտ ՔԿՑ ղեկավարության հետ գործ ունենք մենք և թե որքան սրտացավ և օրենքի տարրով առաջնորդվող ժողովրդավար արդարադատության նախարարություն։ Ուրեմն պատժախոց համար 6-ը 4 քառակուսի մետրանոց շատ փոքրիկ տարածք է, որտեղ մի կերպ տեղավորվում է մահճակալս, փոքրիկ լվացարանը, գետնին գանված փոքրիկ սեղանը իր առջև դրված 2 փոքրիկ աթոռներով։ Սեղանի ետևի մասում է գտնվում հակասանիտարական զուգարանի, որի դուռը չփակելը հղի է սանիտարական աղետի վտանգով։ Խցի պատերը խոնավությունից տեղ-տեղ քայքայված են, հատակը պատերի նման տեղ-տեղ խոնավ, բետոն է քայքայված հատվածներով։ Անկեղծ եմ ասում, նմանատիպ բանտախոս կյանքում չեմ տեսել, բայց որ ՔԿՑ-ն ասում է, որ սա ոչնչով չի տարբերվում իմ նախկին պահման խցից, հավատում եմ նրանց և մտածում եմ, իսկ գուցե սա իրական Հայաստանի նման է, միգուցե ես եմ սխալ տեսնում կամ միգուցե իմ բոլոր տեսած բանտախցերը հենց այդպիսին են եղել։ Համենայն դեպս իրական Հայաստանի ՔԿՑ-ն ինչպես կարող է խաբել կամ սուտ խոսել, քողարկելով ակնհայտ ապօրինությունը։ Ուղղակի այստեղ մի փոքրիկ բացատրություն կա։ ՔԿՑ-ի հետ համաձայն չեմ պատժախոց համար 6-ի հակասանիտարական պայմանների հետևանքով այնտեղ մշտական բնակություն հաստատած տառականներն ու թախտաբիթիները, ասենք, որ լրիվ իրական Հայաստանի պատկերն է։ Ասեմ ավելին, ամեն օր, երբ ես ինձ համոզում եմ, որ ոնց կարող է ՔԿՑ-ն խաբի, ես եմ հաստատ սխալ տեսնում։ Միանգամից առավոտյան թախտաբիթիները իրենց պրակտիկ գործով հակառակն են ապացուցում։ Իսկ երբ ինձ համար միջատների դեմ միջոց են բերում դրսից, հանձնուկ ընդունողները հրաժարվում են դա վերցնել պատճառաբանելով, որ դրանով զբաղվող հատուկ դեղ փչողներ կան հիմնարկում,
որոնց այդպես էլ այս 5 օրվա ընթացքում չտեսա, չնայած ամեն օր պետք է գան։ Հիմա մտածում եմ, իսկ կարող է եկել են ու չեմ նկատել, կամ այդ փչած դեղը հակառակ էֆեկտն է տվել։ Մի խոսքով, շատ հակասական զգացումներ են ձևավորվել, բայց ասեմ ձեզ, որ դրան զուգահեռ նաև սպասում է ձևավորվել պատժախցի կենթադամանական աշխարհի համալրման համատեքստում։ Արդեն 4 օր է սպասում եմ առնետներին, որոնք այդպես էլ չկան ու չկան։ Կարծում եմ առնետները սպասում են ՔԿՑ-ի իրանգին, որ վերջնական տեղը տեղին հիմնավորեն, որ հացադուլ հայտարարած անձի պատժախուցն ուղիղ նույնական է կամ ոչնչով չի տարբերվում նախորդ պայմաններից։ Չգիտեմ ինչ ասեմ, ուղղակի սա զավեշտ է ու շատ ծիծաղելի զավեշտ։ Իրենց կարծիքով սա ինձ պետք է ճնշի կամ նեղություն պատճառի, բայց անկեղծ ասած, այս ամեն ինչն ինձ մոտ ժպիտ է առաջացնում, ուղիղ նույն ժպիտից, որը կար մեր վերելակում, երբ ԱԱԾ հակահաբեկչական ջոկատը դիմակներով ձեռքերս ոլորած փորձում էր իջեցնել ինձ ներքև։ Այս ամեն ինչը վաղը ստանալու է կոնկրետ գնահատական եւ վստահ եղեք, որ ռեժիմի չլինելուց հետո Արմավիր քրեակատարողական հիմնարկի պատժախցերի կորպուսը վերանորոգվելու եւ մարկային տեսքի է բերվելու, որ անգամ ամենածանր հանցագործության համար կալանավորված դատապարտված անձը նմանատիպ անմարկային ու հակասանիտարական պայմաններում չկրի իր պատիժը, իսկ հացադուլավորների մասին կմտածենք հեղինակի գրած կամ հետգրության կարգով։ Ի դեպ, հացադուլ հայտարարելու անգամ նախնական պահանջս մնում է անկատար եւ այս ամենի հետևանքների ողջ իրավական պատասխանատվությունը կրում են դատախազ Հայկ Ավետիսյանը ու դատավոր Մանվել Շահավերդյանը, դե իսկ քաղաքական պատասխանատուների անունները ինձանից լավ գիտեք՝ վճռականություն, անձնազոհություն, հաղթանակ, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան, հացադուլի 6-րդ օր, ապօրինի կալանքի 62-րդ օր, Արմավիր քրեակատարողական հիմնարկ թիվ 6 պատժախոց 1401 2026 թվական։